Այսօր Տրդատ Դոնիկյանը առաջարկում է հետևյալ թեման. ուսուցիչ աշակերտ հոգևոր կապ։ Հիմա մենք լսենք իրեն, ես էլ աշխատեմ նույնս քիչ ընդհատել։ Խնդրեմ։ Ուզում դեռից սկսենք, որ աշխարհում տարբեր սուրբ գրքեր կան, բացի Աստվածաշնչից, նաև կան սուրբ գրքեր, այսինքն քրիստոնյաները եթե համարվեն 800 միլիոն կանենք, բայց աշխարհում տարբեր կրոններ կան, տարբեր սուրբ գրքեր կան, որոնք համարվում են Աստված ա տվել, էլ ուզում եմ էլ հստակ ասեմ, բոլոր սուրբ գրքերն տենց են համարում, կամ լուսավոր մարդիկ են տվել, բայց այդ բոլոր սուրբ գրքերը մի երևույթ ունեն, դրանք մարդիկ են գրել, հետո իրանք, քանի որ հին են, շատ հին էլ կան, վերարտադրվել են իրանք, բնօրինակները չեն մնացել, հստակ հասկանանք, եւ որ վերարտադրվել են շատ ցենզուրա է անցնում։ Նայեք նույնիսկ Աստվածաշունչը որ սկսեմ, Աստվածաշունչը երբ որ հավաքվել է, ասենք նոր կտակարանը, չէ՞, Քրիստոսի համբարձվելուց հետո անցել են բավականին երկար տարիներ, 100-ամյակ անցել ու սկսել են գրել։ Եթե մենք դիտարկենք 100 տարվա առաջվա մի բան, որտեղ ոչ մի այն ժամանակ չեն գրել, հիմա խոսքից խոսք անցել է ու հիմա են գրում։ Մենք հասկանանք, որ ինչքան աղավաղում կարա լինի։ Այստեղ այնտեղից լսած ինչ-որ բաներ, պետք է հավաքենք, այդ ընթացքում իրար պատմել են, մի քիչ լրացել են, մեկը իր ձևով անցալում, տենց։ Օրինակի համար, օրինակ Բուդդայի ասացածները իր աշակերտը գրում է, բայց ինքը չի ասում դա Բուդդան ասեց։ Ասում է ես դա տենց լսեցի։ Կամ ինչքանով որ հասկացա։ Ինքը հենց տենց էլ ասում է ես տենց լսեցի, այսինքն ինքը ինչքան հասկացել է, այդքան է գրել, ինքը չի ասում բացարձակ ճշմարտությունն է, լուսավոր էակն է խոսում այս բառը, ինքը ասում է ես տենց լսեցի։ Այստեղ ես քեզ ընդհատեմ, թող ինձանից բողոքեն, նոր կտակարանում կա, որ Քրիստոսը դժգոհում է իր աշակերտներից, որ իրեն չեն հասկանում, դրա համար առակներով է խոսում։ Հասկանաս, նույնիսկ լսողները ամբողջությամբ չեն հասկացել ու դժվար է կարողանային հասկանային նման բարձր ոգու տեր էակին, այնպես որ նույնիսկ լսողները կարող է լավ չմբռնել, ինչ մնաց թե ասենք 100-200 տարի հետո անցնի, այդ աշակերտների պատմածները ուրիշների մեջով անցել է, ինչ որ փորձեն գրել։ Այ հիմա սա եք ուզում, չէ՞, ասեք։ Դա եմ ուզում ասեմ եւ իհարկե մարդիկ կան ծարահեղ աբսոլյուտնի բացարձակ ճշմարտություն են ընկալում բոլոր տարբեր սուրբ գրքերը, բայց այդտեղ մենք ասենք, որ խաբկանքի մեջ չընկնենք, քննադատաբար պետք է մոտենալ հարցին, ոչ թե Քրիստոսը ճիշտ չի ասել կամ ինչ-որ բան ճիշտ չի, այլ մարդկային այդ ոլորտներով, որ ինքը անցել է, ինքը մեծ վերափոխումներ է կրել։ Մենք չգիտենք նույնիսկ Քրիստոսի կերպարն են նկարագրում, ոսկե ոչ մեկ չի տեսել, հիմա չգիտի Քրիստոսի կերպարը իրական ոնց է եղել։ Ոչ մեկ չգիտի իրոք Քրիստոսը դա ասել է, թե չէ, որովհետև անցել են շատ ժամանակներ ու հետո են գրի առել, էլի միանգամից չի եղել։ Իսկ դա մենք մեծ փոփոխ հիմա մտածենք հիմա այդ մեծ Եղեռնի մասին գրի են առնում թուրքերը, որտեղ այդ մենակ իր հետևորդները չեն գրի առել, բոլորն են, բոլորի ձեռքով է ու շատ քաղաքականությունների հետևորդներ են դա արել, որ իրենց ձեռնատու լինի շատ բաներ, ինչի է նոր կտակարանը միացրած, եթե վերցնենք 5 կտակարանից, որը ուղիղ իրար հակադիր բաներ են, որտեղ իրոք փարիսեցիների դեմ էր Քրիստոսը, փարիսեցիները միշտ իրեն հալածել են, մի քանի անգամ ուզեցել են սպանել, ինքը հեռացել է, այսինքն նայեք այնց իրար հակադիր բաներ կան, որ մենք Աստվածաշնչում ունենք, չենք մտածում, իրանք հիմա արդարացնում են, որովհետև ժամանակի ընթացքում սկսել են դա ուղղել ու միացնել, այսինքն ոնց որ իրար հակադիր երևույթներ են, օրինակ Աստվածաշնչում նոր կտակարան ու 5 կտակարան, Քրիստոսը դեմ է եղել 5 կտակարանին բառից բուն իմաստով, բայց միացրել է մի ամբողջականություն են ստեղծել, ինքը դրան կողմնակի չի եղել։ Երկրորդ մյուս հատկանում բացի Աստվածաշնչից մյուս բոլոր սուրբ գրքերի մասին եմ նույն ձևի ասում, որտեղ այստեղ էլի ես քեզ ընդհատեմ, հարուցելով մաս դժգոհությունը, այրվելու գնացողը վեպիս մեջ, որը Ջորդանո Բրունոյի շրջանի մասին, այնտեղ հերոսները խոսում են, չեմ հիշում, ինքն է ասում, թե հերոսներից մեկը ասում է,
մոտարապես այսպես դու Քրիստոսին չեք ճանաչում, որովհետև ասում է դուք պատկերացում եք կազմում իր աշակերտների գրածներով, իսկ ինքը ասած իր աշակերտներից դժգոհում էր, որ իրեն չեն հասկանում ամբողջությամբ, ասենք իրեն ամբողջությամբ չհասկացածի գրածները, որը վերապատմելով եկել հասել է այստեղ, ձեր ասած քիչ միջել ինչ որ ամեն մի թագավոր մի կայսր փոխել է, եւ դա որ կարդալով փորձես Քրիստոսի էությունը ճանաչել չես կարող։ Այդ դժգոհությունը ես վեպի մեջ էլ դրել եմ, տակնագիտական վեպը, ասեմ համացանցում կա, շարունակեք։ Դե մյուս բոլոր սուր գրքերն էլ տենց անցել են ցենզուրայի։ Չկա մեկը, որ հնարավորինս քիչ հենց հասկացած աշակերտների գրածները տենց ինչ որ հասնի առանց միջամտությունների։ Դե պետք է ամենաժամանակակից լինի։ Ասի որ կան կրոններ ամենաքիչ միջամտածը կա այդպես որ ասես այսա քիչ։ Մեծ պետք է ժամանակակից ինչքան լինի, որ քիչ միջամտություն։ Այսինքն դա 1500 տարի անցել է բոլոր կրոնից հաստատ ինչ որ միջամտություններ կլինի, էլի թագավորներ, մենք ռեալ մտածենք, որ ոնց է հիմա քաղաքականությունը ոնց պետք է իրանք տենց են ներկայացնում։ Իսկ ամեն դար նոր թագավոր, նոր բանագալիս իր նոր պապա գալիս, նոր կաթողիկոսը իր ձևով այն։ Նույնիսկ օտարներն էլ կարող են ճնշել, օրինակ ես հանդիպել եմ, որ մողոլների տիրապետության ժամանակ էլի եմ ասել Քրիստոսի պատկերների մեջ մեր մոտ դա կա աչքերը նեղաճք էր, որ ասենք հարկադրվում տենց նեղաճ կարող է նաև միջամտություններ նայեք իհարկե դա ցավալի է որ տենց հավատացյալների համար տենց բառ ասեմ, բայց այդտեղ մենք ասված տվել է հնարավորություն, մեզ սիրտ է տվել, որ մենք այդ ակունքը կարանք մեր մեջից բխացնենք, ընկալենք։ Մենք մարդիկ մտածում են, որ ասենք մտածում են, որ մեկը պայծառատես է, դա չարից է, տենց բաներ են սկսում ասել։ Ես պայծառատեսության այդքան մասին չեմ ասում, սրտի մասին եմ ասում, որտեղ մեր աստվածային սկզբունքը մեր մեջ է։ Ու նույնիսկ Քրիստոսին, երբ որ վատաբանում են փարիսեցիները, ասում են, դու ոնց ասեցի, որ դու աստված ես, ինքը ասում է Դավիթի թե Սողոմոնի գրածքներում կա որ բոլոր մարդիկ աստվածներ են, Աստվածաշնչում դա գրած է։ Բոլոր Աստծո զավակներ են։ Բոլորը Աստծո զավակներ են։ Ու եւ զավակներ եւ դուրստրեն չասած որ միշտ մենք հասկանանք որ այդ միակ որդին որտեղ ասվում է, միակ որդին որ ասվում է, նայեք ես կրոնի դեմ չեմ գնում։ Սուր գիրքը մի հատ է, նայեք քրիստոնեության ուղղությունները մի քանի հազարատ են։ Նու բոլոր կրոններում էլ ուղղությունները շատ են։ Սուր գրքերը մի հատ են, բայց բոլորի բացատրություն տվողները տարբեր են։ Դրա համար տարբեր ուղղություններ են, ու ինքը տենց հասկանում, նենց է հասկանում։ Կարևոր ստեղ բանը որ չմտածենք որ մենք գոռոզությունը որ ամենաճիշտն ենք հասկանում փորձենք այլընտրակային կարծիքները լսել որովհետև երբ որ մարդիկ մտածում են որ բացարձակ իրանք ճշմարտություն են այստեղ վտանգավոր բան կա որ իրանք ճշմարտությունից կարող են բավականին հեռացածել են ու ամեն հարցում էլ դա ուզում ցանկացած գիտության մեջ ամենտեղ ինքը մտածում է եթե բացարձակ ճիշտ է խնդիր կա տեղ իրոք խնդիր կա թե կրոնական հարցում թե մյուս հարցերում որտեղ ուրիշ տեսանկյուններն էլ պետք է ինքը լսի մի տեսանկյունը ես որ վերել կակումբը հիմնում էի դա 2006-7 թվականներ հիշում եք այն մարդիկ որ ասում են այդ քննարկումը ես ունեմ իմ տեսակետները եւ ես երբեք չեմ փոխի ոչ մեկը չի կարող փոխել իմ տեսակետը ես ապշում ասում եմ ես պատրաստ եմ փոխելու դուք ինձ բերեք նոր տվյալներ նոր փաստեր ես կարող եմ փոփոխության ենթարկել նոր ճշմարտության գալ այդ ձեր ասացի նման է եթե ասում եք միակ ճիշտը ես եմ ոչ մեկը ինձ չի կարող հակառակը համոզել դուք արդեն ձեզ դնում եք սահմանափակումների մեջ որովհետև միայն Աստվածը կարող է ճիշտ լինել էլի դու ինչպես կարող ես 100% ճիշտ լինել Նե օրինակ երկրաչափությունը որ ասում են բացարձակ ճիշտն է հետո լաբաչեսկի երկրաչափությունը եղավ որ երկու խաչվոր ուղեր ասենք չեն կարողացել այնտեղ հատվում ասենք մարդը պետք է պատրաստ լինի նոր տեղեկություններ նոր փաստեր ընկալելու յուրացնելու եւ փորձի ընդլայնել եւ ոչ թե ասի սա ես դրան դեմ եմ քանի որ իմ ունեցած դիրքորոշմանը դեմ է դեպքում դու կմնաս այսպես նաեւ այս մեր աշխարհը հա նաեւ մեր աշխարհը նայեք մեր ուղեղը նման է ուղեղի մասին եմ ասում
նմանակ կոմպյուտերի հիշողության։ Ինքը ինչ տվյալ ունի, ինքը մենակ այդ դրա մեջ է վերլուծում։ Եթե մենք մենակ ոնց որ այդ ասենք մենք ենք ճիշտ ու մեր տվյալներն է մենակ ճիշտ, մենք այլ զարգացում չի գնա բացարձակ։ Զարգացումը շատ դժվար process է, դրա համար ինքը փորձում է հələ ուրիշի տեսանկյունը նայել, բայց շատ դժվար է, որտեղ ինքը չի հասկանում, ինքը որ վերլուծում է իր կոմպյուտերը գլխի, ինքը մենակ իր տվյալները, երբ որ այդ իր տվյալներին համապատասխան բան չեն ասում, ինքը ասում է դա չկա, կամ սուտ է, կամ չի տեսնում, մարդիկ աչքերը չի, մեր աչքը շատ բան, ասենք 14 գույն է կարող է տեսնում մեր աչքը, ոչ թե կարող է հաստատ, առաջ ասենք թե գույն, ոչ թե երանգների մասին եմ էլ խոսում, բայց ուղեղը չի կարող վերլուծի դա, բերում է 7 գույնի, առաջ օրինակ 5 գույն է տեսել մեր։ Դառնանք ուսուցիչ, աշակերտ, հոգևոր կապ։ Ես ինչի է այտենց մի քիչ հեռվից եկա, նայեք, դա ընդհանրապես որը պատմել եմ իմ տեսանկյուններից մեկն է։ Հիմա կարող շատ մարդկանց դա չընկալելի լինի կամ հակադրական լինի, բայց դա հիմա տեսանկյուններից մեկն է։ Դու պատրաստ ես քո կարծիքները փոխել եթե։ Նայեք, արևելքում սենց մի բան ա եղել, կռվով չեն կրոն տարածել կամ գաղափարախոսություններ։ Իրանք բանավեճի են հրավիրել մի դպրոցը մյուս դպրոցի մի փիլիսոփա մյուս փիլիսոփայի մի ասենք հոգևորական մյուսի ու բանավեճի ժամանակ առավելությունը նա է որ եթե ինչ մեկը հաղթում է մյուսը ընդունում է նրա տեսանկյունը այտենց է բանավեճը ու նույնիսկ սենց եղել է մի հատ Նալանդա դպրոցը փիլիսոփայական մեծ դպրոց է որ պատկերացնենք մի քանի Հնդկաստանում 100 հարյուր հեկտարներ տարածություն եղել, հետո սելջուկները եկել սա վարել են, դա ասում են որ 6 ամիս գրքերը վարում են չեն վերջանում, սելջուկներն են ոչնչացրել այդ դպրոցը։ Քարուքան հիմա մի կտոր մեծ ինչ որ շինություններ պահպանվել է։ Ուտեղ դպրոցի ռեկտորը դե առաջ ռեկտոր դրվում է ոչ թե ավելի ծանոթ ունեցող բան, ամենախելացի այդ փիլիսոփան, որը դպրոց այդ հոգևորական դպրոցը ու մի հատ երեխա ինչ որ տեսանկյուններ է հայտնում ինքը ասում է ինչ հիմարությունն է հավաքում է իր լավագույն փիլիսոփան ասում է ես գնամ իրան ջախջախեմ ու գնում է ու երբ որ հարցազրույցին եկնում այդ երեխայի հետ խոսում է Գարաբ Դորջել այդ երեխայանը ես մանջաշմիտն ծնկի է գալիս այդ երեխաց ես քո շակերտը կլինեմ նայեք ստեղ գոռոզության հարց չի, որ ինքը մի քանի 100,000-ավոր ուսանողները շատ մեծ տարավ, ուսանողների ինքը գլխավոր ոնց որ տնօրենն է եղել, բայց ինքը հասկանում, որ ինքը զիջեց իր դիրքերը, իր այստեղ այդ մեծությունն ասում, ոչ թե գոռոզության։ Այսինքն մենք մտածում ենք, որ մենք ենք ճիշտ, ու դա բացարձակ այդ առաջ չի տան, ինքը տես հանձնվեց իր դիրքերը, երբ որ հասկացավ ընկալեց շատ դժվար է հասկանալ ուրիշի տեսանկյունը, որ բացատրում են, որ դա ճշմարտությունն է, որ կարողանա ընկալի բաց լինի, որովհետև օրինակ ամեն ինչ մեր կրոնները փակ են, չեն թողում, իրանք մի քայլ ավել չեն հասկանում, մենակ հակադրվում են, այսինքն չեն կարող հասկանալ։ Օրինակի համար նայեք Էյնշտեյնի ու Բորի պատմությունից, մինչև այդ Էյնշտեյնը երբ որ հարաբերական տեսություն էր ասում, շատ ֆիզիկոսներ հակադրվում էին, ու ինքը սենց նեղ հազիվ գնում էր առաջ ու վերջը հաստատվեց իրան, ինչ որ խումբ ընդունեց իր գաղափարները առաջ գնաց, բայց ինքն էլ էր սահմանափակ, որ Նիլս Բորը եկավ ու քվանտային ֆիզիկայի գաղափարներ Էյնշտեյնը շատ վատ բառերով էր վատաբանում Բորին, բացարձակ չի ընդունել։ Նայեք, բայց քվանտային ֆիզիկան իրոք գիտություն է, որը գիտական բան է, ինչ անենք, որ Էյնշտեյնն է եղել, հասկանում եք, էլի իր ճկունությունը այդքան չէ, իրան էլ չեն ընդունել, բայց ինքն էլ համառ է եղել, չի կարողացել լայնանալ։ Հիմա հասկանանք, որ կարան բաներ լինեն, որ մենք հələ դեռ չգիտենք, կարան բաներ լինեն, որ այդ տեսանկյունը մի քիչ մեր տեսանկյունին չի բռնում, ու պարտադիր չի, որ դա սխալ լինի, մենք մի քիչ լայն նայենք, էլի, այդ սեկտանություն, որ բառ են ասում, թե կրոնի մեջ, թե գիտության մեջ, թե քաղաքականության մեջ, որ իրանց տեսանկյունից դուրս ուրիշ տեսանկյուն չեն կարող տեսնեն։ Ես դրա համար կուսակցական չեմ դառնում, որ չընկնեմ կուսակցական դոգմաների մեջ, սա է մեր ճիշտը ու հանկարծ ինչ որ բան լինի, դու էլ ուրիշ բան ասես, խնդիր առաջանա կուսակցության ներսում մարդը պետք է ազատ լինի։ Ես գտնում եմ նաև կրոնի հարցում էլ պետք է ազատ լինի, եթե դու ես դեմ չեմ որ դառնում եմ մի կրոնի անդամ, բայց ես խոսափում եմ, ես ուզում եմ
բոլորին էլ տեսնեմ, բոլորին էլ ճանաչեմ ու ասեք առնչվեմ Բարձրյալի հետ ինչպես հարմար գտնեմ, սխալ եմ, ճիշտ եմ, այդպես եմ մտածում։ Պատրաստ եմ նոր տեղեկություններ ստանալով փոխել իմ նախապես ունեցած սկզբունք չասեմ հետևությունները, որին ես հանգել եմ։ Միշտ եմ պատրաստ, հիմա որպես վերլուծաբան ես կարդում եմ ուրիշներին, դրսերին, ես իմ գիծը ունեմ, համակարգը նայում եմ, սա լրացնում, սա էլ եմ լրացնում, ինչ որ բան ասում, ես սխալ եմ եղել, հանում եմ, ամբողջացնում։ Այդպես որանում ես դու ժամանակի ընթացքում, եթե անգամ քեզ չեն ընդունում, իսկ չեն ընդունում շատ-շատերը։ Տասնյակ հազարներով ինձ ինչ ասել են իմ հետևությունները, բայց հետո պարզվեց ես ճիշտ էի։ Սա մեծամտություն չի, պարզապես ես կարողացել եմ փաստերը ընկալել, հաշվի նստել փաստերի հետ, այս սա է կարևորը, որ կարողանաս նստես հաշվի փաստի հետ։ Հիմա սեկտանությունը այն չի, որ ինչ որ բան հաստատված է մեծամասնության, ոնց որ բոլշիկները մտածեցին, որ ամենաճիշտն են, չէ՞, մեծամասնությունը։ Շատ դեպքում մեծամասնությունը եթե հակադրվում է փոքրամասնություններին, խոսքի ուժինիշներին, օրինակ կրոնի վերցնենք, ինչ որ կրոն մյուսները բացարձակ մերժում է, ինքն էլ ինչ որ խնդիր ունի, որտեղ ընդեղ ասենք մի քանի միլիարդ մարդ այն մյուս հետևորդներ են, չէ՞, ասենք աշխարհում հիմա 8 միլիարդ է, բավականին տարբեր կրոններ կան, ասենք մեկում 1 միլիոն մարդ է հայտա, մեկին 100,000, մեկին 10,000, մեկին մի քանի միլիոն, ասենք քանակով չի որոշում։ Նայեք, էլի ամենաճիշտն է, որ բոլորի մեջ գնում է ամբողջականությունն է տեսնում, ոչ թե հակադրությունները, մարդկանց մեջ էլ կուսակցությունները, այն նրանք են ճիշտ, որոնք միասնությունն են տեսնում, ոչ թե հակադրություններով։ Հակադրություններով մենք առաջ շարժել չենք կարող։ Բոլորի մեջ էլ կա, ընտանիքում էլ հակադրություն կա, բայց միասնությունը պետք է տեսնենք, որ ամրոտ գնա։ Հիմա այս մեր զրույցներում էլ հիմնական մասը կարող է հակադրություններ են տեսնում իրանց գաղափարների հետ, բայց այստեղ ունեմ մի հատ խնդրահարույց ասենք, որտեղից եք մտածում, որ ձեր գաղափարը բացարձակ ճիշտ է, որ ասում եք այս գրքում սենց է գրած, այդ գրքում կարող է խաբել են ձեզ, ինչի եք բանանում, որ դա բացարձակ ճիշտ է։ Ոնց կարող է հիմա հիշենք, որ Դաստոևսկին հանճարեղ գրող էր ու ինքը Կարամազան եղբայրն մի հատ փոքր հատված ունի մեծ ինկվիզիտորը, որտեղ Քրիստոսը երկրորդ անգամ վերադառնում է, իրան բանտարկում են, ինկվիզիտորը գալիս է, որ ասում է վառելու են քեզ, ինքը գիտի, որ ով է Քրիստոսն է, որ ինքը զրույցային է գնում, որ դու պետք չես, մի ինչ ես եկել մեզ բան, մենք այդ քո գաղափարները վերցրել ենք քո անունը, մենք մերը ստեղծել ենք, ինչ կա, մենք լավ ապրում ենք, ստեղ դրա տակ շարժում ենք, դու եկել ես ուզում ես փոխես ինչ որ բան, ասես սխալ, պետք չես դու մեզ, դու հասկացի, բացարձակ պետք չես, ամբողջին էլ պետք չես, ամբողջը մեր հետևից է գնալ, թե այն վաղ քեզ չընդունեց խաչեցին, թե հիմա մենք պետք է վառենք, դրանք բան չի։ Հիմա մենք մտածում ենք այդ ամբողջի պես բացարձակ ճշմարտությունը, մեզ թվում է, թե մեր գլխում մի բան կա, այդ ամենաճիշտն է։ Եկեք ազատ լինենք, էլի խոսակցության ժամանակ, որ հասկանանք, որ մեր գլխում ինչ կա, կարա շատ ամենաճիշտը չլինի։ Էյնշտեյնի օրինակն եմ։ Այս օրինակի զուտ բերեցի, ես որպես քաղաքական վերլուծաբան սարսափելի շատ եմ տեսել դա, նույնիսկ այսպես եմ ասում, մեր մարդու գլուխը Թումանյանն էր ասում, մեր մարդը գլուխ եթե անկած մի միտք մտավ, այդ միտքը զանգացնելով մինչև մահ կգնա։ Ուրիշ երկրորդ միտք չի ընդունի ու վերջ։ Սա է ճիշտ ու վերջ։ Մեծամասնություն դες ու քաղաքական դաշնել այդ վիճակի։ Դրա համար էլ հիմա որ ասես հարգելիներս այս հաղորդման սկզբից ես երկու նախադասություն ասեցի, դրա պատասխաններ բերեք ոչ մեկ չունի։ Իրենց ճիշտ ունեն ու գնում են առաջ, մյուսներն իրենց թշնամիներն են։ Հիմա գանք աշակերտ ուսուցիչ հարաբերություններին նայ։ Նայեք, այդ հարաբերությունները անվերջ են։ Ու օծյալի մասին որ սկսենք ասենք, պետք է ուսուցիչը օծի աշակերտին։ Աստված պետք է ֆիզիկական մարդկային մարմնով օծի աշակերտին։ Օծից չի օծում։ Դա չի լինի, որովհետև նյութական Աստված որ ստեղծել է, ինքը օրենքներ է ստեղծել, որ այս նյութական պլանում նյութական օրենքներով պետք է գործի։ Քարը գցում ենք, ինքը քարը պետք է ընկնի ներքև։ Ու եթե ռեակտիվ չի դրած թռնի վերևել կամ թևեր չունի թռնի էլ թռչուն չի։ Դե գրավիտացիոն դաշտը պետք է, այսինքն այդ օրենքները չի խախտվում, որը տեզերական օրենքներն չի խախտվում։ Ու այդ օծման process-ը մարդու ոնց որ նույն կնքելու process-ը մեկ Տեր հայրերը ասում են կարևոր չի վատա լավ Տեր հայրը մեկը Աստված է օծում օծվում է այդ մարդու միջոցով իր էներգիայի միջոցով Աստված իր սրտով է հանդես գալու այդ մարդը այդ օրը
հարբածը չի կարա իր միջոցով լավ էներգիա ի հայտ գա կամ ինքը ցածր որակի մտքեր ունի կամ ցածր մղումներ ունի չի կարա իր միջոցով լավ գա ինքը պետք է ոնց որ ասած մաքուր մարդ լինի մաքուր մտքեր ունենա բարձր հոգևոր որակներ ունենա եթե ինքը նույնիսկ գաղափարները սահմանափակ են ինքը արդեն սուրբ չի սուրբը կրոնների մեջ չի մտնում ինքը կրոնից դուրս է եթե սուրբ է կրոնից դուրս է հիմա իհարկե մեծ ինձ կհակադրեն որ այս ինքը ցանկացած արդեն սուրբ չի եթե ինքը կրոնի մեջ է ինքը այդ սահմանափակումները գաղափարի դուրս է եկել եթե ինքը այդ գաղափարների մեջ է ոնց որ երկրի առաջնորդը չի կարա կուսակցության լինի ինքը երկրի առաջնորդը ինքը այդ կուսակցության առաջնորդ չի կարա լինի ինքը երկրի առաջնորդի մասին չեմ ասում վարչապետի մասին չեմ առաջնորդի մասին եմ ասում առաջնորդ ուրիշ բան է վարչապետ ուրիշ բան է էլի դա հասկան առաջնորդը դուրս է բոլոր բանը ինքը որտե բոլորի առաջնորդն է ուղղորդում է չի կարա մի գաղափարը ասի ճիշտ է մյուսը սխալ է ինքը բոլորին պիտի ընդգրկի հիմա այդ աշակերտ ուսուցիչ փոխհարաբերությունները այդ աստվածային էակ եւ մարդկային էակ փոխհարաբերություններ են որտեղ ուսուցիչը հոգևոր ուսուցիչի մասին եմ ասում որտեղ ուսուցիչ կարա ֆիզիկական ուսուցիչ լինի մարմնական ուսուցիչ լինի մարմինը կոփի կարա էմոցիաները կոփի մտքերը կոփի հոգին կոփի եւ ոգին կոփի հիմա այն աստվածային ուսուցիչը որ ոգեղեն պլանից է ինքը ոչ թե միտքն ամենակ կոփում կամ էմոցիաներ մարմին այսինքն ինքը ավելի շատ ամբողջական է այսինքն սովորական դպրոցի ուսուցիչ կամ համալսարանում ինչ որ դասախոս չի կարող ոգեղեն ինչ որ բան տա Տեր հայրն էլ բոլորը այդ ոգեղենություն չունեն Էդ էլ ուզում եմ ասեմ, տենց չի որ ոգեղենությամբ իրանք տրված են, իրանք բառեր են օգտագործում ոգեղենությունը ուղղակի մարդիկ չգիտեն, մենք էներգետիկ կենտրոններ ունենք, այդ էներգետիկ կենտրոնները պետք է ակտիվանան ու բոցավառվեն, նույնիսկ Էշմիածնում կաթողիկոսների թագեբաները, գավազանները դրած է, որտեղ ամեն գավազանում սենց գնդեր են ու սենց օծեր են բարձանում, այդ դրանց սիմվոլն է, որ այդ ինքը դրա տիրակալն է պետք է իր մեջ այդ բոլոր էներգիաները բաց լինեն, որ ինքը օծյալ լինի, եթե բաց չի, ինքը օծյալ չի, ինչ-որ մեկը չի կարա ուղղակի յոգսի մյուսին, ինչ-որ աղոտ կարդա մարդկային, դա օծյալ լինի, դա պետք է ինքը այդ մարդը աստվածային էակ լինի, հիմա ուսուցիչ աշակերտը, ուսուցիչը դե համարում ենք, որը աստվածային էակ է, աշակերտին օծումը, Քրիստոսի օծումը Հովանես Մկրտիչը չի օծել, Հովանես Մկրտիչը մկրտել է, Քրիստոսի օծումը տեղի ունեցել Շամբալայում, որտեղ ինքը գնացել է Շամբալա եւ բարձր ուսուցիչները իրան օծել են, նույն բանն էլ Բուդդային էլ, իհարկե բուդդիստներն էլ ասում են, որ Բուդդան ոչ մեկի մոտ չի սովորել, բայց դա ուղղակի իրանք որ ասեն իրանք գլխավոր առաջնորդը ամենաբարձրն է, համարյա աստված նույն Քրիստոսն էլ են այդ նույն տեսանկին ասում, նույնն էլ կարան ասեն Մուհամեդի մասին եւ կարան Կրիշնայի մասին ասեն կամ Զրադաշտի մասին, բայց դեռ ցածրություն չի, որ մարդ հասկանա, որ մարդը որ ծնվում է մարդկային կերպարով, ինքը սովորելու ընդունակություն պետք է ունենա, ինքը չի կարող միանգամից հանճարը լինի, ինքը պետք է սովորի, ու ինչ-որ մեկի սովորի, նայեք երեխան, ամենահանճարի երեխան, եթե ծնվի գալերի մոտ ընկնի, ինքը մարդ էլ չի լինի արդեն Այսինքն ինքը չի կարող ինքնուրույն լեզու սովորի, ինչ-որ քալի էլ չի կարող։ Ինքը կենդաններից կսովորի, ինչ սովորում է։ Այսինքն միակ բանը, որ կարա մենք սովորենք, մարդը մարդուց կարա սովորի։ Ու մարդը մարդուն կարա հոգևոր մարդը կամ ոգեղեն մարդը դարձնի մյուսին ոգեղեն։ Մենք ասացինք, որ տեխնացուն դա կոչվում է Քրիստոս, որ Քրիստոսը դառնալու համար ինքը պետք է օծվեր գար այդ աշճանի։ Հիմա աշակերտ փոխհարաբերություն ուսուցիչի մասին Քրիստոսի եթե կյանքը վերցնենք այնտեղ աշակերտների մերժել է նույնիսկ ամենապետրոսին ասել է հերու գնա սատանա որ այդ բառերն է չէ օգտագործել իրան որ եկել ասեց մի գնա Երուսաղեմ քեզ կփորձություն կգա ինքը ասում է հերու սատանա նույնիսկ աշակերտին կամ էլի Պետրոսին ասել է դու ինձ 3 անգամ կդավաճանես որ ամենամոտիկ աշակերտներից մեկն էր էլի իր այդ ամենաառաջը որ հասկանանք որ աշակերտները իրան չեն ընկալել բացարձակ չեն իրան ընկալել է Մարիա Մագդալինան որը էլի դուրս է մնացել աստվածաշնչյան բաներից
ու եթե իսկություն ուզում են մարդիկ իմանան, շատ Աստվածաշնչում տողեր Մարիա Մագդալինի անունով է գրած, ուղղակի աշակերտները իրանց որ կինը չէր կարա գրել, այդ ներկայացնել ներկայացել։ Հիմնականը Քրիստոսի ուսմունքը տրվել է իր համբարձվելուց հետո, երբ որ եկել է, նոր է իրանց մոտ մի բան փոխել, ճտտիկը դուրս եկել, իրանց գաղափարներից դուրս եկել ու 11 տարի ու կես ինքը այդ իր ասենք լույսային մարմին ասենք կամ աստվածային մարմնով ինքը շփվել է իր աշակերտների հետ եւ ուսմունք է տվել, որ այդ ուսմունքի երևույթները գրի են արել, կոչվում է փոքր եւ մեծ հարցաներ Մարիա Մագդալին հարցը։ Իհարկե եկեղեցին ոչնչացրել է դա, որովհետեւ իրանց գաղափարներին չի համապատասխանել հիմնական ուսմունքը։ Նո այդ տեսանկյունը կա։ Որտեղ ինչ որ մի փոքր հատվածներ գնոստիկների մոտ պահպանված է, որ մենք ասեցինք, բայց հիմնական չի։ Հիմա աշակերտ ուսուցիչ հարաբերությունները դա մարդկային հարաբերություններ չեն, դա աստված մարդ հարաբերությունն է, որտեղ ուսուցիչը հանդես է գալիս աստվածային էակ, ինքը չի կոփում իր մենակ միտքը, մարմինը, էմոցիան, ինքը իր հոգին է կոփում, ինքը իր ոգին անում, իր ոգին զարթնացնում է, այսինքն մեր ոգեղեն աստվածային սկզբունքը, որ մեր աշակերտի մեջ կա, ինքը այդ աստվածային սկզբունքը զարթնացնում է, այդ աստվածային սկզբունքը բոցավառում է, այդ բառեր օգտագործում, այսինքն դրա համար հայերեն մենք ոգեղեն բառ ենք ասում, կամ ասենք հին քրմերը հուրիներ են ելել, այսինքն հուրից են եղել, այդ էլ ասենք ինչի են այդպես կոչվել, այսինքն իրանց բոցավառել են ինչ որ բան, ինչն է բոցավառել այդ մեր էներգետիկ կենտրոնները, որտեղ ասենք ճախարակ են ասում, չակրա են ասում, տարբեր հիմա անվանումներ կան, որտեղ հիմա ասում են արևելքի, բայց ասենք տաթևացին օրինակ այդ էներգետիկ կենտրոնների մասին խոսացել է։ Տաթևացու աշխատություններում կան, որտեղ այդ կենտրոնների մասին էներգետիկ խոսում, որ ոնց են բոցավառվում առաջ գնում, այսինքն քրիստոնեության մեջ էլ այդ պատմությունը կա, մարդիկ ուղղակի մի քիչ տեղյակ չեն։ Եվ էլ ուրիշ սրբերի մոտ էլ կա այդ պատմությունները, ոնց են այդ կենտրոնները բոցավառում, այդ բոցավառման process-ը աշակերտ ուսուցիչներում ներքևի կենտրոններ մենք ունենք, ասենք մենք ասեցինք 7 կենտրոն կարանք անցենք 49 823 543 ավելի շատ եւ տենց ավելի շատ կենտրոններ ուսուցչի այդ վերջին օծման ժամանակ կամ ուսումնի ժամանակ քիչ ավելի բարձր է սրտի կենտրոն, կոկորտի, երրորդ աճ, գլխում որ ասեցինք թագը առաջանում, դա մենակ ուսուցիչը կարող է, բայց այդ ուսուցչի միջոցով է դառնում, բայց այն ժամանակ, երբ որ աշակերտը կարում է բացարձակ իմաստության ընկալումը բացվի, երբ որ իր աշխարհիկ ընկալումները վերափոխվում են հոգևոր օրինակ արևելքում սենց են ասում ոնց որ այս աշխարհիկ ընկալումները անսանսար են դրել հոգևոր ընկալումներին նիրվանա են դրել ասում են երբ որ նիրվանն ու սանսարան մեկ են դառնում հոգևորն ու կենցաղանը յոթական աշխարհը մեկ են դառնում իրանք էլ տարբերություն չունեն աշակերտի ընկալումը երբ որ գիտակցության լայնացում բառը ասենք այդ արդեն որ լայն ընկալում վերափոխում այս աշխարհիկ մենակ ընկալումներից եւ ավելի նուրբ ընկալումներից ոգեղեն ընկալումներ է գալիս գիտելիքը մենակ ինտելեկտուալ գիտելիք չի ինքը հոգևոր մարդիկ որ հասկանում են հոգևոր գիտելիք մտածում են դա ինտելեկտուալ ուրիշ բան է հոգևոր ուրիշ է եւ կա որն ոգեղեն գիտելիք այսինքն դրանք տարբեր մակարդակի բաներ որտեղ ինտելեկտով չի կարելի հաղորդել օրինակի համար աստվածաշունչը ինտելեկտուալ 7 բանալիով փակած է այսինքն դեռ ինչ կա գաղտնագրական է գրած 3-4 մակարդակը դա ինտելեկտուալ բաներ են որ փակած է բայց այն 3 մակարդակ ինտելեկտուալ չեն այսինքն ինչքան էլ պրպղի արհեստական բանականությունը սիմվոլներ բան գալ ինքը չի կարող գտնել որտեղ ինքը ինտելեկտի մակարդակին չի ինքը հրեղեն է հոգեղեն հրեղեն պլանի գաղտնագրիր է որը ինտելեկտի մեր միտքը տեղ չի կարող հասնել մեր միտքն էլ ունի սահմանափակ ասենք ստացվում է սովորական մարդը որ աստվածաշունչը դնի դեմը կարդա կարող չհասկանա ասում եք բականներ կա դե ասում եմ ինչեւ Սուրբ Հոգին վրան ճիշտ ինքը չի հասկանա նու տենց որ ճիշտ բացատրենք ուղղակի դա մարդիկ չեն հասկանում դա ինչ է նշանակում Սուրբ Հոգին իշնի չի հասկանի Սուրբ Հոգին իշնելը բացատրությունը չեն էլ հասկանում ինչ է դա նշանակում դա աստվածաշունչ քանի հասկացող կա այդ դեպքում հենց մեր Հայաստանում ում վրա է իջել բոլորը իբր թե շատերը կարդացել են բայց չէ իրենց առաջ քանիսի առաջ է բացվել այդ փականները եթե իհարկե ձեր պնդումը ճիշտ է
Ես փորձում եմ հասկանալ, թե դա ինչ կլինի, ինչպես կարող է այդ փակաները դնեն, չեմ համարում ֆանտաստիկա, անկեղծ ասեմ, էլի։ Բայց ինձ հետաքրքիր է քանի ինքը գաղտնագրություն է, ինքը բան չի։ Աստվածաշունչը գաղտնագրություն է։ Մարդիկ ուղղակի հասկանում են բանը, ինքը լրիվ գաղտնագրություն է։ Ուրիշ, հա։ Հիմա քանիսն ասկան չգիտեմ։ Դե ամեն մարդ մի ձև իրեն շահերի ջենելով մեկնաբանում են, օրինակ այնտեղ գրված է ինչպես է ծորենը, պես թեփը, որոնը քամուն տալ են մնացածը պահել եւ 1000 տարի առաջ ասում են դե այն մուստեին դի վառենք։ Այ Քրիստոսը ասել է։ Այս տեսակին վառենք, այս տեսակին պահենք։ Այդպես էին հասկացել, հասկանում ես, հիմա իրանք ճիշտ են հասկացել։ Ես օրինակ այդպես չեմ հասկանում, ուղիղ մարդը ասել, ինչ եք բերում վառում, ասենք 17 միլիոն մարդու կարծեմ ոչնչացրել էին։ Այդ նախադասությունը հիմք ընդունելով իբր թե հասկացել էին։ Հետո ներողություն խնդրեցին։ Հասկանում եք, այսպես դժվար է հասկանալ դե ինչը ոնց է գրած էլի։ Դե աշակերտ ուսուցիչ հարաբերությունների համար է, որ բացատրի։ Այսինքն ուսուցիչները չեն եղել, այդ գիրքը որ բացատրեն, հա, երևի սկզբից եղել է։ Մինչև 3-րդ դար, մինչև 300 տարի ժամանակ այդպես չի եղել։ Մինչև 300-րդ դար, մինչև հայերը որ ընդունել են քրիստոնեություն, այդ ժամանակ եղել են դեռ։ Չէ, չեն եղել։ Հենց ընդունել են արդեն քրիստոնեությունը կորցրել է Քրիստոսի ուսմունքը կորել է։ Ուսուցիչները չկային արդեն։ Արդեն այդ աշակերտ ուսուցիչ կապը խզվում է, խզվում է, որովհետև չի կարա, որովհետև այդ գիտելիքը մենակ աշակերտ ուսուցիչ գաղտնի փոխանցման միջոցով է, մենակ իրան գենետիկ կապը գիրքը պարզաբանի, գիրքը չկա պարզաբան, բանավոր է եղել։ Քանի որ Եթե ես ասենք ես աշակերտն եմ, ուսուցիչ գիրքը դնում եք, կարդում եք ինձ ասում է երիտասարդ, այստեղ որ գրած է սա է նշանակում։ Դա ինտելեկտուալ բացատրություն, որ ասեցի մի քանի բան ինտելեկտուալ է, բայց կա ոչ ինտելեկտուալ բացատրություն, որը չեն կարել գրել են նույնիսկ բացատրությունը։ Իսկ այդ բացատրությունը մենակ ներքին սրտով սրտի սիրտ անկալվում, խոսքերով չի, այդ էլ ունեն իրան 3 մակարդակի բանալիներ։ Այսինքն եթե կենթանի ոչ մեկ չկա, աշակերտ ուսուցիչ փոխանցիչ, դա կորում է, չի մնում։ Եվ ինչ ենք հանում։ Նույնն էլ մենք քրմերի մասին ենք խոսում, ոստեղ հայերը ասում են քրմեր կան, ես չեմ վատաբանում, բայց եթե այդ աշակերտ ուսուցիչը չի պահպանվել, 2000 տարի։ Դա չի մնացել ոչ մի բան։ Խնդիր կառաջանա անգամ որ բոլոր ինչքան էլ նյութեր հավաքեն, ընկալելու խնդիր կլինի, որտեղ այդ ուսուցիչը չկա, որ գաղտնազերծի ինչ որ բաներ, չէ։ Հա, մինչև հիմա տաղերը չեն կարող բացել, մինչև վերջ։ Նույնիսկ արհեստական բանականության մի շուտ բան ենթադրությունները, մինչև վերջ մեր տաղերը չկա, չէ, բացատրություն։ Մինչև մեր հին տաղերի բանն էլ չկա։ Ինչ որ փոքր ինչ որ բաներ կան, բայց չեն կարող, չէ, վերլուծենք, որովհետև այդ կրողները կորել են։ Ես կրողների մասին եմ ասում, որ ասենք հիմա շատ ժողովրդական երգեր կան։ Ինչ որ մաս 6000 գրել են, ինչքան գիտեմ, ես մի հատ աշակերտ ունեմ, ոնց այդ երգերի գրելուց է զբաղվել եւ բան ասում է, բայց սովետի վախտից են սկսում են գնալ գյուղերը, գրում էին բան, բայց շատ բաներ կորել է։ Իսկ եթե չկա այդ երգի գրողը, բացարձակ այդ երգը կորում է։ Ձայնը կորում է, հասկանում եք, որ չկա գրողը։ Իսկ եթե կենթանի գրելու տաղերը չկան արդեն, չեն առաջ գրել են, չէ, տաղերը ոնց ոնց։ Դա խնդիրը ո՞ց պելուծի, ասենք ուսուցիչները չկան, որ շարունակեն բացատրելը եւ աշակերտներ են, որոնք չգիտեն էլ ինչ չգիտեն, եւ այսպես ուր է գնալու, Աստված միջամտելու է։ Աստված ոնց է միջամտում, հա, կարամ ասեմ, նայեք, Որտեղ այդ խնդիրը լուծելը մարդկության հնարավորությունից վեր է, դու չես կարող, ինչքան էլ 1000 հոգի հավաքվեն քվեարկենք, այդ ուսուցիչ չեն կարող դառնալ, չէ՞։ Նայեք, այդ ցիվիլիզացիան է, որ մենք ասում ենք մի ցիվիլիզացիան ոչնչացել է, մյուս ցիվիլիզացիան է եկել, ասենք մենք 5-րդ ցիվիլիզացիան ենք, դա էլ հարց։ Որ բոլորը ոչնչանեն, մարդ չէր մնա։ Բոլոր չեն ոչնչացել։ Հին Հունաստանում գտնում էին, որ դուք ճիշտ եք, որ սա 5-րդն է։ Հա, չէ։ Նայեք, ուրեմն սենց հիմա լիքը նույնիսկ Նոբելյան մրցանակ եմ ասել։ Եթե մտածում եմ որ ինչ որ մի աղետ լինի ու մարդկությունը ոչնչանա ու մնա 100 միլիոնից քիչ, մեկ մեծ թիվ է։ Քիչ մենք չենք կարող այդ տեխնոլոգիաները բոլոր պահենք ինչ ունեցել ենք։
Այն գիտելիքները, որ հիմա տեխնիկական մենք ունենք, կկորեն։ Ու քիչ ոնց որ այդ կրողները չեն լինի, ասենք Քրիտիկական մասսա պետք է լինի, քաղաքակրթությունը շարունակվի։ Որ շարունակվի, այսինքն եթե չկա, դա չի շարունակ։ Դրա համար որ ցիվիլիզացիաները վիճացել, մտածում են բոլորն են ոչնչացել։ Չէ, մնացել են ինչ որ մի քանի, չգիտեմ ինչքան են մնացել, բայց այն քրիտիկական մասան չի, որ այն ցիվիլիզացիայի բոլոր տեխնոլոգիաները, գիտելիքները փոխանցի կորել են, իրանք մտածել են, ասենք հիմա պատկերացնում եք, հիմա գիտությունը ինչ առաջ է գնացել, 100 հոգի կենթանի են մնացել։ Իրանք ոնց պետք է շարունակեն։ Դու ցիվիլիզացիա ասեցիր, ես եթե չեմ սխալվում, միտեղ կարդացել է ժողովուրդների մասին էլ էր այդպես խոսքը, ու հայերի մասին էլ էր ասում, որ այս թվականակը, որ ունենք, դա չի կարող իր զարգացումը ապահովի։ Այդ քրիտիկականից քիչ ենք։ Նույնիսկ ժողովուրդների հետ կապված էլ կա, դու քաղաքակրթություն ասեցիր, չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ամենայն դեպս այս 40 տարի մենք չենք աճում, ինչ որ տենց բան վիճակ է, սառեցված, որպես հիմա տենց էլ ուսուցիչ աշակերտը եթե կտրվել է, այդ գիտելիքի հոգևոր գիտելիքի կապը, այդ գիտելիքը չկան կրող, այդ կորում է այդ գիտելիքը, այսինքն Քրիստոսի գաղափարները կորում են, կամ ուրիշ գաղափարներ, ասենք կամ էլի Կրիշնայի գաղափարները կամ Զրադաշտի գաղափարները, այսինքն բոլորը կորում են, այդ բան ցիվիլիզացիայի կրողներ չկան, դրա մասին ենք ուզում ասեմ։ Նաև ուզում եմ ասեմ, որ Աստված ինչ է անում, ավատարը ղրկում, այսինքն ավատարը բառը, որ թարգմանենք, հիմա չհասկանանք, որ ինչ որ սոցցանցերի նկարի մասին է, այլ քրիստոնեության մեջ դա Աստծո որդին գալիս է երկիր վրա, որ վերափոխումներ անի, այսինքն այդ գիտելիքը վերականգնի, ինքը արդեն մարդ չի, ծնվում է արդեն ուրիշ բացարձակ որակներով ու նոր գիտելիք է տալիս, եթե գիտելիքները ասենք թե կորում են հազարամյակների ընթացքում, չի պահպանվում, գալիս են նոր մարդիկ, նոր ավատարաներ, որոնք այդ գիտելիքը կարան տան։ Ինք հավատարան ամեն օր չի գալիս, ինքը կարա հազարամյակը մեկ գա, այտենց բան չի, ոնց որ ինչ որ մարգարե չի, ինքը շատ ավելի բարձր որակի աստվածային էակա, ինքը գալիս է, որ այդ գիտելիքներ հոգևոր ստեղծում է կամ կրոն, կամ ուրիշ մոտեցումներ, կամ բարեփոխում է կրոնը, կամ կրոնում եթե կարան բարեփոխվեն, որտեղ դա շատ դժվար բան է, որտեղ դոգմաներ են կրոնները, բարեփոխումներ անելը պետք է ինքը այդ կրոնի մեջ ծնվի, դառնա այդ կրոնի առաջնորդը լի ու հետո որ կարանա բարեփոխումներ, բայց դա քիչ հավանական է, որտեղ այնտեղ ցանցը մի քիչ ուրիշ ձան է, ինքը չի։ Լավ, Քրիստոսը չի կարող երկրորդ անգամ գալ։ Նայ Քրիստոսը մշտական է գալիս, եթե մենք մտածենք երկրորդ գալիս է, բայց ինքը չի նշանակում որ գալու է դառնալու է քրիստոնյա հոգևորական։ Այդտեղ մենք պետք է հստակ հասկանանք, որ այդ տեսքով ինքը չի գալու։ Մեր այդ գաղափարը, որ ինքը մտածում է գրալու է ու քրիստոնյա հոգևորական գա, տենց չի։ Ես օրինակ իմ աշակերտներին ասում եմ, կարող է ինքը կանացի դեմքով գա։ Ինչի՞ եք մտածում, որ պետք է գաղափարը այս դեմքով գա, կամ կարող է ինչ-որ ուրիշ էակի դեմքով գա։ Ինչի՞ ենք մտածում, որ հենց սենց կինոյի տղայի պես պետք է գա, որ դու բոլորը տեսնեք եւ այլն, կամ լույսեր, դա մեր գաղափարները, այդ որ ասում եմ սահմանափակումներ ունենք, մենք դնում ենք, մենք չենք հասկանում, որ աստվածային խորհուրդը ամեն ձև կարա դրսևորվի, որ այդ սահմանափակումների մեջ չի։ Ուղղակի այն մարդը, որը ավատարը կամ գալու է մարդկությանը նոր, ոնց որ ասած, վերելք տանելու, ինքը ոչ թե արտաքին տեսքով այն որ յուրօրինակ լինելու, այլ ներքին իր սրտային կապով, որտեղ իր սիրտ ուղեղ կապը, աստվածային այդ էներգիայի կապը, որտեղ մյուս տեսանկյունից որ ասենք դա էներգետիկ կենտրոնների իրար բոլոր բաց է լինելու, ու ինքը աստվածային բոլոր տեսակի էներգիաները բերելու է այս մեր նյութական պլան, ու ինքը կարելին է իր խոսքը, ոնց որ շատ ասենք կարան ասենք հիմա դուք ասում եք Հիտլերի խոսքը բոլորը լսում էին, իր խոսքը ներթափանցելու է մարդկանց սրտերը, բայց նրանց սրտերը ովքեր կարում են ընդունել, եթե այդ սիրտերը փակ են, չեն կարա ընդունեն այդ երևույթը, ու դրանով մարդկության վերափոխումը տեղ ունենում։ Դա պարտադիր կրոնի միջոցով դա լինի, կարա շատ դա ուրիշ ձև լինի, այսինքն մենք մենակ ընկալում ենք, թե կարան կրոն լինի, այսինքն առաջնորդը կրոնական պարտադիր չի լինի, այսինքն օրինակ Ալեքսանդր Մակեդոնացին կրոնական կրող չի եղել, բայց առաջնորդ է եղել հույներին, որը առաջնորդել է մեծ տիրապետություն սկսել, ասենք
կամ Տիգրան Մեծը կրոնական գլխավոր նաև քուրմ էլ ա եղել, բայց իր գործունեությունը նաև ուրիշ պլանում ա եղել, այսինքն ինքը հոգևոր այդքան իր աշխատանքը տեսանելի չէր այդ ընկալում ունենք։ Հիմա աշակերտ ուսուցիչ փոխհարաբերությունները դրանք նուրբ փոխհարաբերություններ են, որոնք ավելի մոտիկ ու ամուր կապեր են, քան նույնիսկ ծնող երեխա փոխհարաբերությունները։ Մայքես ընդհատեմ ես հեռախոսի մեջ, որոնում հիշեցի, որ տարիներ առաջ մի միտք եմ դրել, իմը չի, եթե չեմ սխալվում Լեբոնինն է, քո ասացի հետ համընկնում է, ենթադրենք, որ եկավ ավատարը ինչ անել, տես ինչ ասում, իրականում մարդկանց մտքերը չեն փոխակերպվում բանականության ազդեցությամբ, ասենք խոսալով դու մտքերը չես փոխի։ Գաղափարները սկսում են իրենց ազդեցությունը ունենալ միայն այն ժամանակ, երբ շատ դանդաղ մշակումից հետո, երևի դանդաղի բառը չլինի, դրանք վերածվել են զգացմունքների եւ ներթափանցել անգիտակցականի մութ շրջանի մեջ, որտեղ գոյանում են մեր մտքերը։ Ինչ որ այդ ավատարը տել երևի այսպեսի բան պիտի կամ նույն այդ ովքեր որ եկել են, նրանք կարողացել են ներթափանցել զգացմունքների միջոցով ներթափանցել անգիտակցական, որտեղ այդ մարդկանց մոտ նոր մտքեր են առաջացել, նոր արդեն փոխվել է իրենց մտածողությունը, էլ այսպես խոսքով ասես բարև ձեզ հիմա վաղվանից այսպես այդ խոսքով չի ինտելեկտուալ չի լինի։ Պիտի կարողանաս անգիտակցականի մեջ եւ այդ մարդիկ կարողացել են դա Բուդդան, Քրիստոսը, Մուհամեդը ինչ որ ձև կարողացել են ներթափանցել են նաև ուսուցիչներն ներթափանցում աշակերտի անգիտակցականը փոխում է մտածողությունը փոխում է մտածողությունը որ աշակերտի գիտակցությունը փոխում է որովհետև ինքը ինքնուրույն չի կարա շատ նման է որ ոնց որ ինքը իրան բռնելով ճահիճից հանի աշակերտը չի կարա ինքը իրանից լուսավորվի ուսուցչի միջոցով է որովհետև ուսուցիչի ոնց որ կարեկցանքի միջոցով աշակերտին այդ իր անգիտակցականը վերափոխում է ոնց որ մենք մեր անգիտակցականի վրա ուղղակի ազդեցություն չունենք հասկանանք ինքն է մեր վրա ազդում քան մենք իր վրա գիտակցականը չի կարող շատ ազդի մեր անգիտակցականը ինքն է մեր վրա ավելի ազդում այլ ուսուցիչը հենց այն է որ ինքը կարող է անգիտակցականի հետ աշխատի ոչ թե միայն գիտակցականի այլ անգիտակցականի հետ ու այդ անգիտակցականը մասաների երբ որ փոխվում է մասաները նոր վերելք նոր գաղափարներ են գալիս նոր մոտեցումներ են գտնում այդ անգիտակցականի վերափոխումով որ գտնում են նոր գիտության մեջ առաջացած հոգևորի մեջ առաջացած արվեստի մեջ առաջացած բժշկության մեջ մենակ գիտակցը մտածում են հիմա արհեստական բանություն ամեն խնդիր լուծել է մարդկության չի կարող լուծել որովհետև ինքը ընդհանրապես գիտակցականի մակարդակով է թող շատ կատարել լինի բայց դրա մակարդակով ինչ որ սահմանափակում, всё, դրանից առաջ ինքը չի կարա տանի ոչ մի բան։ Հիմա երկիր կա, օրինակ, կարծեմ ինչ որ փոխհարաբերություն Ալբանիայում կարծեմ դրել են փոխվարչապետի որպես արհեստական բանականությունը։ Հարցնում են ինչ անենք, ասում է։ Հա, ինքն է, մեկ էլ կարծեմ ինչ որ մինիստրության ղեկավարը էլի արհեստական բանականություն են դրել, եւ կարող է ժամանակ գա որ շատ է դա դնեն, բայց ինքը էլի սահմանափակում ունի։ Մենք չմտածենք որ ինքը չունի այդ ավելի խորք։ Իրեն թողնենք, դա դեռ լավ էլ չենք հասկանում, ես չեմ ուզում խորանալ դրա շուրջ։ Մեր ժողովուրդը, որ մտածողության, մենթալիտետի փոփոխության կարիք կա, հիմա երևի շատ-շատերը արդեն համոզում են, ես դա հազանգում եմ անցյալ դարի վերջից, մեր քաղաքական դաշտը ուսումնասիրեցի, հետո որ ուրիշների փորձ ուսումնասիրեցի, որտեղ թաքնագիտություն կար, ես հետո հայտարարեցի գրքով էլ հարցազրույցներով, հիմա էլ որ եթե դուք այդ չտիրապետեք թաքնագիտական ինչ-որ մեթոդներին, որպեսզի կարողանաք անգիտակցականի մեջ մտնեք այս նշածս մեխանիզմով, որ մարդկանց հույզերի միջոցով մտնեք մտքերը փոխեն, դուք չեք կարող ժողովրդին փոխեք։ Ու դրա համար է ասում, մեր քաղաքական ուժերը մանկապարտեզ են, ինձանից էլ նեղանում էին։ Ու դրա համար ասենք ես որոնում եմ քեզ նման մարդկանց, որ հավաքվենք ու ասենք հարգելիներս, իսկ ինչպես լուծենք այս խնդիրը, ինչպես մենք կարողանանք նախ ինչ գաղափար, ինչպես հույզերի վերածենք, մտցնենք այդ մարդկանց գլուխների մեջ, որ իրանք ինչպես դու ասացիր, ուրիշ մտածողություն ունենան ու վերել գնա։ Այսօրվա միջին մտածողությամբ, միջին մենթալիտետով մենք գնում ենք այնտեղ, որտեղ պարզ է, որ պիտի գնայինք։ Այս սա է հարցը։ Ես հիմա քեզ չեմ ասում ինչ անենք, բայց ամենայն դեպս ինչպես անենք։
ես գիտեմ մենք մտահոգ ենք բարբերաբար հանդիպում ենք փոքր խմբով, համենայն դեպս այս խնդիրը կա, ծառացած է մեր առջև, որ պիտի այդ երևի մեծ ուսուցիչներ, շատ ուսուցիչներ լինի, չգիտեմ, Աստվածին խնդրենք, ասենք Տեր Աստված Թումանյանն ասում էր ողջ աշխարհին բացեի բաց ասենք որ այս խնդրեմը ունենք էլի ինչ որ մի բանի կարիք կա էլի խնդրեմը ցույց մենք պետք է լուծենք աշխարհը չի լուծել մեր խնդրեմը ինքն ուզում ասել այնքան ահավոր է որ աշխարհի առաջել բաց գոռանք ասել մենք այս խնդիրը ունենք այլապես կարող ենք այստեղ որտեղ հիմա գտնենք այդ խնդրեմի լուծումը իհարկե որ ունենք լուծումը պետք է կարող լուծումը գա ամենադժվար բանը ընդունելն է լուծումը որտեղ այդ լուծումը ստանդարտ չի լինելու լոգիկան չի հասկանալու ես ասեմ այդ ուրիշ բան դասական քաղաքագիտություններ չունի լուծումը եւ դու էլ ճիշտ ես կարող է գա եւ ընդունակ չլինենք ընկալելու որ մեր մակարդակը ասենք գիտակցականը այսքան ենք մի քիչ վերև է ասում մենք այս մերժում են ոչ ուտոպիա է չի լինի ու գնում են ես Հա, ստանդարտ ձևով մտածում են այդ ավետին ընթառաջ։ Որտեղ լուծումը հասկանանք, որ ընկալելի չի լինելու մեծամասնության համար։ Մեծամասնությունը ինքը այդ ստանդարտ լուծումների մեջ է փնտրում, որտեղ մեր ուղեղը էլի սահմանափակ ունի, ինչ լուծումներ կա, այդ դրանց է, բայց այդ լուծումը տենց դրանց մեջ չի լինելու, դրա համար դա մերժելու է, որտեղ բանականության ընկալումների սահմաններից դուրս է լինելու լուծումը։ Այստեղ հիշենք Էյնշտեյնին, որ ասում է, եթե դուք մտածողական մոտավորապես են վերարտադրում, մտածողական մի հարթության մեջ եք ու խնդրեմի առաջ եք կանգնել, այդ հարթությունով չի լուծումը, դուք պիտի կարողանաք դուրս գաք մեկ ուրիշ վերին հարթություն նոր այդտեղից լուծումը կբերեք այդ քո ասացի բանաձևված տարբերակներ ես դրա համար եմ ասում ես գերքից մեջ ես որոնում եմ այլ մարդկանց որոնք այս քաղաքագիտականից վեր են գիտությունը չեն համարում միակ ճիշտ տարբերակը եւ թաքնագիտությունից էզոտերիկայից տեղյակ են ու նաեւ մոլերանտ հավատացյալ չեն այդ դոգմատիկ ինչպես ասեցինք էլի այդ կարգի մարդկանց լուծումը քվանտային ֆիզիկան ես հաճախ եմ բերում օրինակ բայց շատ կարեւոր է նայեք դիտորդից կախված է ինչ արդյունք է լինում ինչ դիտորդը համապատասխան դիտորդի արդյունքն է լինում այլ որ լուծումը դիտորդների մեջ է ոչ թե արդյունքը այլ ընկալումը արդյունքը նույնն է դու կարող ուրիշ բան ընկալես գրես չէ օրինակ ասենք մասնիկ են թողում դիտորդին որ ասենք թե դնում են իրանք տեսնում են ալիք կամ նրանց դիտորդի հետո դիտարկում են նայած որ մասում են դիտորդին դնում կամ ալիք հաստատվում կամ էներգիա հաստատվում կամ մասնիկ հաստատվում դիտորդի տեսանկյունից կախված հիմա այդտեղ էլ մեր լուծումը դիտորդներից է կախված դիտորդների տեսանկյունը եթե ուրիշ լինի այսինքն ներքին անգիտակցականը որ վերափոխվի լուծումը ուրիշ արդեն կդառնա այն մենք որ լուծում ենք լուծումը կործանումն է ընդհանուր sense հիմա մեծամասնությունը տածում է բայց երբ որ իրանց անգիտակցականները վերափոխվեն լուծումը շատ ավելի բարենպաստ կլինի իսկ անգիտակցական վերափոխելու համար պետք է կարողանան իրանք բաց լինեն այսինքն աշակերտը ուսուցչի նկատմամբ մաքս այդ սա իր աշակերտ ուսուցիչ բանը որ ինքը բացվում անսահման վստահություն է գալիս ուսուցչի նկատմամբ որ ինքը կարողանա աշակերտի գիտակցությունը վերափոխի անգիտակցականը եթե չբացվի այսինքն ինքը փակ լինի դա անհնար է վերափոխել այստեղ ներշնչանքի մասին չի խոսքը խորքային գիտելիքի մասին է որտեղ գիտելիքը եթե չի կարող ընկալել ինքը մերժում է գիտելիքը չի կարող ընկալել բացարձակապես մերժում ասում գիտելիքը չի մտնի իր անգիտակցականում իր ընկալողականության սահմանները կմնան ինչ մինչև հետեր այսինքն հանճարի մոտ հանճարը օրինակ ինչ է ինքը կարում է բացվել ինքը ստանդարտ բոլոր մտածելիքից դուրս է մտածում ինքը գիտելիքից էլ է դուրս բարձանում հա որտեղ ինքը որ ստանդարտով մտածել հանճար չի լինի ինքը լոգիկայով ինչ խելացի բան կլինի հանճարը ինը որ ստանդարտ ոչ մի բանում չկա այդ ինքը մի հատ թռիչք է արել այ հիմա աշակերտ ուսուցիչ փորհավությունը աշակերտին դարձնում է հանճար ուսուցիչը այդտեղ շատ դժվար բան է ինքը ում էլ վերցնում է որ գալիս է կարակոփում ոնց որ տաշում դժվար աշխատանքը, բայց հանճար է սարքում, այսինքն վերջնական այդ օծման բանը այդ ինքը հանճարեղ մարդ է դառնում, որ ինքը կարում է մի հատ այնց մի արդյունք տա, որ ուրիշները երբեք չեն կարա տան։
աշակերտ ուսուցիչի հոգևոր հարաբերություն այդ դրա մեջ է հենց մարդիկ մի քիչ հասկանում են մենակ ինչ որ ինտելեկտուալ բանի մեջ է ինչ որ տողեր սուրբ գրքերից անգիր իմանալու մեջ է դա ոչ հիմա արհեստական բանականություն տանք բոլոր տողեր բոլոր սուրբ գրքերի այնպես բոլորից լավ ասեն որ ամեն տող ասեն այս կետում էս այս կետում էս դա ոչ մագարած որ բանը տեղա հետո այն մյուս գրքում բոլոր բաները դա ոչի բան է այդտեղ ասվածային ոչի բան չկա դա ինտելեկտուալ ինչ որ խաղ է մարդիկ ինտելեկտն են զարգացնում կամ ինչ որ իրանց դիրքն են ուժեղացնում դրան իսկ դա ուրիշ որակ է որը էներգետիկ որակ է դա որը հոգևոր որակ է իսկ դրանք անկալելի չեն սովորականին այսինքն հիմա Սոկրատեսին շատ քչերն էին անկալում չէ բռնեցին ասենք թունավոր մահապատժին թրքեցին ասենք իր աշակերտներից Պլատոնն էր որ անկալում ուներ ու ոնց որ փոխվել էր ու ինքը մեծ գաղափարներ տվեց մինչև հիմա Պլատոնի գաղափարները արդեական են այդ որ հասկանանք մեր թվարկությունները 6-րդ 5-րդ դար ա եղել ինչքան ժամանակ անցել էլի որ արդեական փիլիսոփայական գաղափարներ են որ ժամանակակից 100 տարի անցում ամեն ինչ հնանում է ասենք թե անցում է 2 տարի հեռախոսները հնանում են փոխում են տեխնիկան ինչ արագ է բայց դա ժամանակից դուրս է ինչքան իր գաղափարները Պլատոնանք որտեղից էին ստանում այդ գիտելիքները դե ասեցի աշակերտ ուսուցիչ Ես որքան գիտեմ չէ բայց այդ հիմքերը կար թե ինչ որ վերևից ինչ որ մեկը կարողացել է ինչ որ ձև ստանա Նայեք այդ ստացումը արարման process է թեկուս աշակերտ որ ուսուցիչը չի դոգմայով կրկնում ուսուցչի բառերը չէ ինքը նոր արարիչ է դառնում այսինքն ուսուցիչը ապահովում է կապը ինչ որ ասվածայինի հետ ինքը աշակերտին արարիչ է սարքում այսինքն ինքը արարման process-ը ինքը ստեղծագործ է դառնում ինքը աշակերտը դառնում է նույն ոնց որ ուսուցիչը բայց արարիչ է արդեն դառնում ինքը ուղղակի վեհ արվեստի մասնագետ է դառնում այսինքն իր բնագավառում ինքը նորույթ է տալիս նոր արդյունք է տալիս որ երբեք ոչ մեկ չի տվել այդ արդյունքը իհարկե կարող շատ դեպքում շոշափելի չի հիմա ասենք Բեթհովենի երաժշտությունը շոշափելի չի, բայց մեծ ազդեցություն ունի գիտակցության վրա, երբ որ երաժշտությունն եք լսում։ Այսինքն պարզապես չի նյութական բան տա, բայց ինքը տալիս է ինչ որ գաղափար, ասենք Թումանյանը հիմա ասենց ինչ շոշափենք, բայց ինչ վերելք է հայ ժողովրդին տվել։ Դա պետք է հասկանանք։ Այսինքն մենակ ապարդարի չի ասենց ինչ որ այդ վերելքը նոր պիտի տա, եթե ընկալեն Թումանյանին։ Այդ Թումանյանին էլ չեն կարող ընկալել, որտեղ ինքը շատ վերևներից էր։ Երևի թե ուսուցիչները իր ասածները եւ ինքը տնջում էր որ իմ ասածները չեն հասկանում դե ինքը ոնց որ Քրիստոսը առակներով է խոսացել ինքն էլ իր փոքր այդ հեքիաթներով պատմվածքներով է ներկայացրել որ մենք այտենց շատ պարզունակ ենք շատ ընկալում դրանք ինքը խորիմաստ երևույթներ կան իրանց մեջ մենք պարզունակ ենք ընկալում ինքը այտենց պարզ չի եղել ասենք կամ Աղայանը նո օրինակ ուզում եմ ասեմ պետք է հասկանանք Թումանյանի ուսուցիչը Աղայանն է եղել նո դա իրականությունը տենց է էլի իր ղեկավարը Աղայանն է եղել եւ այդ վերնատանը որ հավաքվել են Աղայանն է հետո աշակերտը գլխավոր հետո ուսուցիչ դարել է Թումանյանը Աղայանի հազարում բեմբոլը շատ խորիմաստ երևույթ է այդ հեքիաթը շատ մենք պարզ ու միավորինակ ենք հասկանում ինքը շատ Մեր Վանո Դադոյանը ինչ որ բացատրություններ, մեկնություններ է տալի բավական իմ կարծիքով հաջող, բայց Թումանյանի հետ կապված մի բան ասեմ, եթե հրաժամը մոտենում է ավարտին, ես նոր նայում եի հաջորդ ուրիշի թողարկում կա թե չէ, ուրեմն անխելք մարդը գործը բոլորը գիտեն։ Ես էլ Թումանյանին ինչ որ չափով հասկանում եմ, ինքը որտեղ է, էլի շատ վերև է, որ ինչքան էլ նայեմ, ես ազիվ իր կոշիկների մեր բանը կտեսնեմ, էլի շատ վերև է։ Մի օր դες անխեղ մարդը կարդում եմ, շատ երկար չեմ պատմի եւ ասում եմ, ասի Թումանյանը, ասես պրիմիտիվ բան չէր գրել, գնաց եկավ գալերը կերանշները կերան, ինչ որ հարստությունը չի նայում։ Ու սկսեցի մտածել, ինչ ասել ու այսպես ասած լույս եկավ եւ այս բան գրեցի, մը չասեմ ինչեր Facebook-ում եւ մի բավական հայտնի լրագրողի տարածել էր իրենց թերթում եւ ապշանքով գրել, լավ իսկան 100 տարի անցել է, սպասում էինք, որ Ածրուն Պեպանյանը գա, որ ասի այդ մարդը ախր ուրիշ բան է գրել, հասկանում եք, այդ ձեր ասած առակը, այդտեղ ինքը ինչ որ ուրիշ բան է ասել, մնում է ինչ որ մարդ գա, մի քիչ դեպի իրեն գնացող, որ ասի, այդտեղ ուրիշ բան կա, հայր, բա այդ սով գրքերում ինչքան այդպիսի բաներ կլինի, չէ՞։
Դրդատ հիմա եզրափակում ենք, ես չեմ ուզում քաղաքականացնենք, բայց այսպես պատկերացնենք, էլի, մատ աշխարհի ինչ որ մի երկիր կա, կրոն կա, եկեղեցի ունեն, աստիճանակարգ ունեն, հիերարխիա ունեն, քահանա ունեն ինչ որ միտեղ մի եկեղեցում, մի մատոռում կամ մզկիթում կա, դուրս կանք էլի բանից։ Կարգա ինքը ստացել է այդ պաշտոնը, պաշտոնական հիերարխիկ աստիճաններով, հետո իրեն կարգազրկել է, ինքը դարձել է սովորական քաղաքացի։ Այս սովորական քաղաքացին մտնում է մի մզկիթ կամ մատուռ կամ տաճար կամ եկեղեցի եւ պատարագ է անում։ Այդ նուրբ պլաններից, որ մենք նայում ենք, ինչ է սա, իրենից ներկայացնում սա։ Ոնց փորձենք հասկանալ այն տեսակետից, էլի, երբ որ կարգալույծարված մարդը, որ արդեն կրոնական ոչ մի բան չունի, պատարագ է անում։ Սա ինչ է նշանակում։ Ինչ է սա։ Երկու վերսիա կա, ես բացարձակ չեմ կարող։ Չկան հայկական իրական, ընդհանրապես։ Հա, ընդհանրապես, նայեք երկու վերսիա կա, հա, երկու վերսիա կա։ Առաջին դա բերեմ աշակերտ ուսուցիչ եմ։ Շատ դեպքում աշակերտը դավաճանում է ուսուցչին կամ ուսուցիչն վռնդում է աշակերտին, ու տենց էլ է լինում դեպք։ Այսինքն ինքը էլ իրավունք չունի այդ գործով զբաղվի։ Այդ ուսուցչի գաղափարների կրող չի, որտեղ ինքը մերժել է, ինքնական մերժել, կամ իրան են մերժել ինչ որ մի հանգամանքների համար, ասենք թե Հուդան էլ մերժել է Քրիստոսին, ինքը էլ Քրիստոս գաղափարի կրողը չի, ինչքան էլ ինքը շատ վարկածներ կոր ամենաընդունակ աշակերտներից մեկն է եղել, բայց եթե մերժվել է, ու իր վարարքի հիման վրա, ինքը արդեն այդ օրհնությանից կտրվում է, մեկ երևույթ, տենց էլ ասենք Բուդդայի մոտ է եղել, մի հատ աշակերտ իր ասել է ես ավելի խելացի եմ, ես ավելի ընդունակ եմ, դու շատ ճիշտ չես բարոյական նորմեր ասում, ես ավելի լավ բարոյական նորմեր, տենց մերժել է եւ ինչ որ մի քանի աշակերտների գլուխներ տարել է իր տեղ։ Հիմա այդ երկու դեպքը բերեմ, իրանք այդ Բուդդայի գաղափարի կրողը չի ինքը արդեն, ինքը օդում մնաց, որտեղ իր ուսուցչին մերժեց, ինքը էլ չի կարա Բուդդայի գաղափարների անունից խոսա, ինքը այդ օրհնությանը, որը աշակերտ ուսուցիչ գալիս է, Աստված ուսուցիչ աշակերտ իրան գնացում է այդ օրհնությունը, ինքը կտրվում է այդ թելից, ինքը դրա կրող էլ չի դառնում, վերջ ինքը դուրս մնաց այդ օրհնությունից եւ ինքը այդ չունի, ինքը կարող է ինտելեկտուալ լինի բաներ անում է, բայց հոգեվոր օրհնության ու այդ սուրբ հոգու ոնց որ ասած էներգիան էլ իր վրա չի անում, որտեղ ինքը կատարել մերժել է այդ երևույթը, դա մեկ վերսիա, դե իմ մոտ էլ նույնիսկ աշակերտներ կան, ինձ մերժել են, մնացել են իրանց գաղափարներ են ստեղծել, հավաքվել են, էլ նույն բանը անում են, բայց ինչքան էլ իրանք ձևական անում են ինչ որ բան, մեկը այդ ձևականը իրանց թվում է թե կարան ինչ որ բան անեն, ինքը իրանց բնույթը մերժել են, որտեղ աշակերտ ուսուցիչ հարաբերությունը ամենասուրբ մերժություն, ոնց որ տղան մերժի իր ծնողին կամ մամային, ինքը չի կարել որդի լինել, ինքը կարա իրան պատկերացրի ուրիշի որդին, բայց ինքը էլ որդի չի, ինքը չի կարա լինի, դա ոնց որ տրված է դա տենց ու չի կարա ինքը մերժել, նույն ինչ որ հանգամանք է եղել մերժել։ Երկրորդ հանգամանքը, այդ առաջին վերսիան, որ ինքը դուրս է մնվում, դե Հուդան ամենածանր ոնց որ մեղքը, ասենք թե գործեց, Դևադատան էլ այդ Բուդդային, որ դավաճանեց, ունդեղ ասում ամենածանր դժոխքներն են ընկնելու, վերջը երկար խավարաններով անցնելու են, որ մաքրվեն, եթե ելենից իրանց ուսուցիչ ինչքան էլ ների, շատ դեպքում Քրիստոս ասում է ես կարամ ներեմ, բայց Սուրբ Հոգին չի կարա ների, ու անհնար է դրա ներումը։ Դա մի վերսիա, որը վերականգնելը շատ բարդ է, պետք է շատ հազարամյակներ անցնեն, որ վերականգնի մեկ։ Երկրորդ process-ը երկու վերսիա կա, դրա համար եմ ասում, երկրորդ process-ը
եթե ուսուցիչը անկում ապրել, կարա տենց էլ երևույթ լինի, որ ուսուցիչը անկում ապրի, ստեղ աշակերտը կարա քանի որ մարդկային մարմնում է, ինչ որ կարա դեպք լինի, որ անկում ապրի։ Հիմա աշակերտը կարա ինքնուրույն ինչ որ գիտելիքներ, որ մինչև այդ ստացել է, այդ գաղափարները տանի, չընդունել, որտեղ ուսուցիչը անկում է։ Օրինակի համար Լուցիֆերը երբ որ անկում է ապրել, ոչ բոլոր Լուցիֆերի հետևորդներն են գնացել իր հետևից։ Շատերը վերափոխվել գնացել են Քրիստոսի հետևից են գնացել հակադիր եթե Երևանանցենք, այսինքն իրան գնացել են ուրիշ կար այդ երկու դեպքներ, բայց այդ դեպքում այդ բողոքական աշակերտը պիտի մարդկությանը կամ իրենց ժողովրդին ապացուցի, որ ինքը ոգեղեն ավելի բարձր դիրքում է գտնվում, քան իր ուսուցիչը։ Չէ, բարձր մեկը աշակերտը բարձր դիրքում չի, ուղղակի կարա ուսուցիչը անկում ապրած լինի։ Այսինքն ուսուցիչը կարա, բոլորն էլ կարան անկում ապրեն, տենց կարա լինի, անկում ապրել, տարբեր գաղափար, ասենք Լուցիֆերը իր գոռոզության եւ տարբեր մի քանի խնդիրներում համար անկում ապրել, աշակերտը ոչ թե բարձր էր իրանից, ուղղակի ինքը այդ ժամանակ ինքը մի քիչ ավելի ազատության աշխարհ ունի, քան ազատ ընտրության կարա ինքը ընտրի արդեն, բայց այդ դեպքում էլի Սուրբ Հոգու այդ կապը մնում է, առաջի դեպքում ասից չկա։ Այս դեպքում դա իր Սուրբ Հոգու այդ կապը չի մնում, բայց ոնց որ աստվածային, եթե իր մղումները մաքուր են, հիմա ուսուցիչի իր անկում ապրեց, իր մղումները եթե շատ մաքուր են, ոնց որ աստված ուղարկում է մեկին, որ օգնի իրան, եթե ինքը կարողանա։ Եթե քաղաքական պատվեր չի կատարվում, եթե հանձնարարություն չի իհարկե, էլի, չէ։ Չէ, դեպի մենք քաղաքականություն չմտնենք, էլի ասեցինք, չէ՞, սկզբից։ Ես քաղաքականության մասին չեմ խոսում, քաղաքականություն ժամանակ արդեն ավելի շատ մի դեմոն մյուս դեմոն դեմա պայքարում, ավելի շատ տես բան քաղաքականություն։ Դեռ իսկ ենթադրենք, թե այդ առաջի դեպքն է, որ աշակերտը մերժել է ինչ-ինչ պատճառներով, քաղաքական կլինի, ինչ որ կաշառել են, չգիտեմ ինչ են արել, պատարագյանում չունենալով այդ կապը, այդ մարդիկ, որ գնացել են 100-200 հոգի եւ մասնակցում են, իրենց հետ ինչ է կատարվում, ասենք այդ նուրբ պլանի հետ կապված, որ դուք գնացել եք ինչ որ մի մարդու ինչ որ բան եք լսում, իբր թե աստվածային խոսք, ինչ է լինում իրենց հետ այդ դեպքում։ Իրենց ինչ որ բան խախտվում է, ասենք, չգիտեմ որ աշխարհներում Դե քաղաքականության մեջ չմտնենք, ընդհանուր եթե Հայաստանում չի, ինչ որ մեկը մերժվել է, ասենք կառույցի կողմից եւ ասում է չէ, ու ձեր ասած երկրորդ տարբերակն էլ չի, որ ինքը այսպես իսկ աստվածային լույսի ներքո է անում, այլ ինչ որ խաղերի մեջ է, հավաքել մի քանի 100 հոգի ինչ որ բան է ասում, այդ հավաքվածները նրանք որ այդ նրանց հետ ինչ որ ճակատագրի հետ կապված վատ բաներ չի, մոլորյալներ են հիմա իրանք մոլորվածներ են այդ ընդհանրապես այդ բառը կարմայի վրա չի ազդում իրենց որ ամեն մեկը ինչ քայլանում ենք մենք ամեն ինչն էլ ազդում ոնց չի ազդում կարա ազդի ուղղակի մոլորյալ են հիմա ճիշտ ընտրություն չեն արել կարա մտենց ասեմ բայց քաղաքականություն չմտնենք հա չենք մտնում ընտրության հարցն է ամեն վարքյան մենք միշտ ընտրում ենք ու նայած երբ ենք ճիշտ ընտրում մեր ընտրությունից մեր ապագան որոշում է ամեն մի քայլում մենք ինչ ընտրություններ անում ենք մեր ապագանոցում դենց մի հատ կինո կա ռուսերեն Царство Небесное երկնային թագավորություն Երուսաղեմի մասին ինչ որ ասպետների մասին Երուսաղեմի թագավորը ինչ որ մի ասպետի տղա էր որ պապամացել ինքն էլ ասպետ բայց իմիջիայլոց ասեմ այդ թագավորական տոհմը հայրի հետ կապ ունի մայրական թե հայրական թագավորը արդեն մահանում էր այդ ու կասում ասպետի մոտ ինչ որ բաներ է պատվիրաններ ասում բայց ամենակարևոր պատվիրանը հիշի ես էլ ինչ էլ կասեմ ով էլ ինչ կասի ու ինչ էլ կանես դու Մեկը Աստծո առաջ դու չես ասել որ թագավորը պատվիրեց ես էս արեցի կամ ասում որ էս մարդիկ տենց էին ուզում ես տենց արեցի մեկը դու քո արարքի համար դու ես պատասխանատալու ասում դրա համար դու պետք է ոնց որ լսես քո
ներքին սրտի ձայնը, ոչ թե ով ինչ հրաման է տվել, ես հրաման եմ կատարել, արդարացում չի լինի Աստծո առաջ։ Ասում եմ, ես էլ նույնիսկ քեզ մի բան եմ ասում, բայց չբանաս, որ էդի բանա, դու պետք է քո խղճով գործես, այդ ամենակարևոր բանն է, որ մենք հասկանանք։ Դա համար մեր ցանկացած գործունեություն մեր լսենք խորքային մեր սրտի ձայնը, մեր խղճի ձայնը, մեր անկեղծության ձայնը, դրանով գործենք, որտեղ այն ինչ մեզ հրամայել են, հետո մենք դրա համար բոլորը պատասխան ենք տալու։ Դա համար այն եզրափակիչ խոսք, թե ամփոփելու ցանկություն էլ ունեք 1-2 րոպե։ Ամփոփելու ցանկություն ես կարողանայի այսօր մի քիչ տենց լավ չխոսացինք, աշակերտ ուսուցիչ հարաբերությունների ավելի փոխհարաբերությունների ժամանակ։ Ես հանգարեցի քեզ։ Մեկ ուրիշ անգամ ոնց որ ծառայում ենք, մեկ ուրիշ երբ որ հարմար առիթ լինի, շարունակենք։ Ուրեմն ասեմ, դա ամենասուրբ հարաբերություններն են ու դա ամենակարևոր հարաբերություններն են ու զարգացնող, ամենաառաջընթաց տանող հարաբերություններն, այսինքն մարդուն հանճարեղսին մենակ աշակերտ ուսուցիչ փոխհարաբերություններն են, մարդից հանճար ստեղծում, մարդուց Աստված ստեղծում, մարդից գեր մարդ ստեղծում, երևույթ է դրա համար ամենաարժանիները նրանք են, որոնք ուսուցիչ են ունենում եւ ամենաարժանիներն են, որոնք մինչեւ վերջ հետեւում են իրանց ուսուցչին։ Բարի, շնորհակալ եմ այս զրույցի համար, լսարանին հիշեցրեմ, երևի կարիքներ չկա, որ հյուրընկալեցի Տրդատ Դոնիկյանին, ով ներկայանում է որպես ուսուցիչ, խորագետ, թագնագետ, փիլիսոփա։ Մինչ նոր հանդիպում։